ասում եք, որ նախաքննական գաղտնիք է Հովիկ Աբրամյանի տան հետ կապված գործընթացը։ Նայեք, 3 տարի շարունակ եւ ավել, գուցե չեմ ուզում հստակ ասել, որտեվ լավ չեմ հիշում, մոտավորապես եմ ասում, քրեական գործը քննվում է։ Եվ ես ընդհանրապես հարցնում եի մեկ դրվագի մասին, ես նախաքննական գաղտնիք չէի ուզում։ Ոնց է հանվել արգելանքից այդ տունը, եթե գտնվում էր արգելանքի տակ։ Ինչ հանգամանքներում, որովհետև սա շատ կարևոր է հենց գործի մասին հանրային պատկերացումների մասով, այսինքն նաև իրավապահների գործողությունների ազնվության մասով։ Եվ ոնց է լինում, որ ես ինչքան չեմ ուզում ուղղակի իմ ունեցած տեղեկությունը ձեզ փոխանցել, վստահաբար դուք ավելին գիտեք, բայց ոնց կարող եք գիշերում արգելանք հանվի։ Եվ երկրորդ, նախաքննական գաղտնիք էլի ձեզանից չեմ ակնկալում, ես ընդհանրապես ասում եմ, դուք ինձ բացատրեք գործի էությունը։ Նախաքննական գաղտնիքի տակ 3 տարի թաքնված է իրավապահ համակարգը։ Տարաժամկետ վճարումների մասով Golden Palace-ի հետ կապված իմ հարցը տարաժամկետ վճարումներին չէր վերաբերվում։ Իմ հարցը վերաբերում էր պետության կրած վնասին, որ պետությունը նվիրատվություն է ստացել 15.8 միլիարդ դրամ, բայց վաճառել է այդ գույքը 5 միլիարդով։ Հիմա պետությունը օգտվել է, թե դուժել է այս թվաբանության մեջ։ Սրա մասին էի խոսում, եւ արդյոք այստեղ կա որևէ ձեզ իրավաբանորեն հետաքրքրող հարց։ Օրինակ ինձ մոտ առաջանում է այդ հարցը. ինչ հանգամանքներում, ինչու հենց այդ գործարարին, որը 2 գործերով էլ, իմ նշած 2 գործերով էլ հենց ինքն է անցնում, ինչու հենց այս դեպքով եւ ինչու 15.8 միլիարդանոց գույքը նա կարողանում է գնել 8 միլիարդով, 5 միլիարդով, ներողություն։ Հիմա եթե ասեն, որ չի վաճառվում, բայց այդ դեպքում այսինքն պետությունը ուռճացված գներով է նվիրատվությունը ստացել, եթե նույնիսկ վնասի վերականգնումն էլ հետն է։ Էլի չի տեղավորվում թվաբանության մեջ։ Ինչ վերաբերում է падգամավորի գործունեության խոչընդոտմանը, տիկին դատախազ, ես հասկանում եմ, կա ընտրված խափանման միջոց, բայց այդ խափանման միջոցը վերին աստիճանի ճշմարտությունը չէ։ Դրա հենց դրա մասին է խոսքը։ Ես Տարոն Մարգարյանի մասն եմ հարցնում, դուք ասում եք Արմեն Գևորգյանը երկար գնացել է տարբեր տեղեր, բայց Տարոն Մարգարյանը քանի անգամ է գնացել։ Չեն բացում սեկտը այդ մարդու։ Սրա մասին էր խոսքը, որպես գործընկեր ինձ հետաքրքրում է իր հարցը։ Այսինքն տարբերակված մոտեցում կա իր մասով, որ մի հատ էլ երկրորդ անգամ եկակ դատախազ որպես արդեն միջնորդություն ներկայացրեցի։ Ինչ նախնդիր է իր մասով։ Ես ուզում եմ դա հասկանալ եւ ուզում եմ, որ մենք մեկընդմիշտ վերջ տանք падգամավորի գործունեության խոչընդոտման ցանկացած դրվագի, այդ թվում եւ քննիչի կողմից։ Եվ ելի եմ կրկնում, ես օրինակ քննիչի գործողություններ կամ որևէ քննիչի գործողություն վերին աստիճանի ճշմարտություն չեմ համարում դատարաններում այդքան արդարացումների փաստարկները վկայակոչելով։ Եվ Սամվել Վարդանյանի մասով։ Ես չգիտեմ դուք ինչ քննություն եք, ինչ փորձաքննության մասն է խոսքը, ես ունեմ լուսանկարներ, կարող եմ ձեզ ցույց տալ, որ իրեն ծնկաչոք, տիկին դատախազ, ծնկաչոք խոտերի վրա են նստացրել։ Հա։ Այսինքն ակնհայտորեն ծնկաչոք վիճակում նսեմացրել են իրեն, տաբատը իջեցրել են, թքել են վրան, ծեծել են, խոշտանգել են, այսինքն դրա ինչը պիտի էլ փորձաքննվի, դրա մասով ինչ անհասկանալի բան կա, որ մինչև հիմա մի տարի շարունակ Երևանում գործող բանդիտները չեն բացահայտվում։ Դա հանցախումբ է եղել ակնհայտորեն։ Եվ այդ հանցախումբը գործել է ազատ, բանուկ մասում։ Շնորհակալություն։ Խնդրեմ գլխավոր դատախազ, տեղեկացնում նաև Թովմասյան ամենայն հարգանքով ցանկացած իրեղեն ապացույց կրկին առանձին ուսումնասիրության կարիք ունելի, անկախ նրանից ինչպիսի էմոցիոնալ տպավորություն ենք առաջացնում։ Խնդրեմ։ Շնորհակալություն, տիկին Թովմասյան, ձեր նշած հենց Պարոն Մինասյան, խնդրում եմ, ես ձեզ հնարավորություն կտամ եւ հարցի եւ ելույթի։ Չէ, ելույթ չեմ ուզում։ Ելույթ արժեում, բա ամբիոն համեցեք տիկին դատախազներություն։ շնորհակալություն։ Կարամ ես որոշեմ, շնորհակալություն տիկին Թովմասյան։ Հարգելի գործընկերներ, եւս մեկ անգամ ստիպված եմ արձանագրել, այո, նկարի վրա կարող է լինի պատկեր, բայց այդ պատկերը ընդհանրապես դիտարկվում է որպես իրեղեն ապացույց, որը պետք է ուսումնասիրվի այլ ապացույցների հետ միասին։ Ես ձեզպես հավասար հետաքրքրված եմ ցանկացած քրեական գործի ավարտով։ Դրա համար այս իրավունքի գերակայությունը պետք է ապահովենք եւ դատախազությունը պետք է գործի, ինչպես դուք նշեցիք, օրինականության սկզբունքի ապահովման հիման վրա, որպեսզի որևիցե մեկը չհայտնվի պատահաբար կամ ոչ իրավաչափ այնտեղ, որտեղ չպետք է հայտնվի։ Խնդրեմ, տիկին գլխավոր դատախազ պատասխանեք։ Տիկին Թովմասյան, հենց ձեր նշած հարցի շուրջ է քննությունը։
Հովիկ Աբրամյանի տան մասով այդ նույն արգելադրման հետ կապված։ Ուստի ելի եմ կրկնում կա քննություն եւ քննությունը ունի հանգամանքներ, որը պիտի պարզաբանի։ Ես չեմ ասելու այն, ինչ որ դուք հիմա գալու եք ինձ լսել, շատ լավ պատկերացնում եք, որ հենց քննությունը դրա մասին է եւ ցանկացած տվյալ, որը ես հիմա կասեմ, խանգարի քննությանը։ Դրա համար ընդհանրապես վերահաստատում եմ, որ կա նախաքննության փուլում գտնվող վարույթ եւ քննությունը հենց ձեր կողմից նշված հանգամանքն է ներառում մի շարք հարակից հանգամանքների հետ միասին։ Գույքի տնօրինման հետ կապված Տիկին Թովմասյան, մենք լիազորություն չունենք որոշելու, թե գույքը ոնց պետքա տնօրինի։ Մեզ կոռուպցիոն դրսևորումների հետ կապված հաղորդումներն են, որ հիմք են տալիս կոնկրետ ուսումնասիրություն իրականացնելու։ Կրկին, եթե դուք որևէ պարզաբանման անհրաժեշտություն եք տեսնում, կխնդրեմ Պետգույքի կառավարման կոմիտեից ճշտեք, թե գնահատումը ինչ տրամաբանությամբ է իրականացվել, եւ եթե մտահոգություններ ունեք, խնդրում եմ ուղղակի ուղարկեք մեզ։ Մենք ստուգողական գործողությունների արդյունքում կհասկանանք կոռուպցիոն գործառույթներ կան թե դրսևորումներ կան թե չէ եւ մեր գործառույթների շրջանակում ձեզ կտեղեկացնենք։ Պարոն Վարդանյան, իմ ձեռքի տակ կա փորձաքննությունները, որոնք որ նշանակված են։ Դրանք դատակենսաբանական, դատագենետիկ եւ դատահետքաբանական փորձաքննություններն են, ինչու, որովհետեւ անձը նշել էր, որ թքել են իր վրա, թքի արկայությունը պարզելու համար հագուստին, Տիկին Թովմասյանը ցույց տվեց խոտի ենթադրաբար գույնով ներկված տաբատ, որը այստեղ հետքաբանական փորձաքննության առարկա է, այսինքն մեզ այս 3 ուղղություններով մինչև պատասխան չստանանք, Տիկին Թովմասյան, մենք լուսանկարը չեն կարող հիմք ընդունել եւ պնդել, որ այդ առաջացել է հենց այն մեխանիզմով, որով որ անձն է պատմում։ Քրեական արդարադատությունում միանշանակ հեշտ չի այդ հարցը։ Դրա համար 3 փորձաքննություններ են, որոնք, ինչպես ես նշեցի, դեռևս եզրակացությունները ստացված չեն եւ նշանակվել են 2024 թվականի մայիսի 15-ին, պարոն Վարդանյան։